Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանն ազգային ժողովի նախագահը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարևոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը, ներառյալ Հայաստանի իր արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները որոշելու իրավունքը։ Այս մասին տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Նրա խոսքով Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան պետք է որոշեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հայաստանը բավական երկար ժամանակ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ դեպի ԵԱՏՄ կողմնորոշումը Երևանի համար ավելի ծանրակշիռ եւ շահավետ ճանապարհ է։ Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մղթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրել է. Հայաստանը դառնում է արհեստական բանականության գործարանների պարտեզ։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք եւ լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները։ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ընթացքում էլիտար զորքեր եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում մերձավոր արևելքում ստեղծված գաղտնի կայանների ցանցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է CNN-ը վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Իրենց հերթին Ադրբեջանից այս լուրը հերքում են։ Իսպանական Բետիսի սպորտային տնօրեն Մանու Ֆախարդոն Sport 24-ի եզրույթում հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ակումբը հետաքրքրված է Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Սպերցյանը թոփ խաղացող է, բայց մենք չենք հետաքրքրվում այս ֆուտբոլիստով, նշել է նա։